Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր մայիսի 26։ Ունենալ կատարյալ սիրտ։ Գիտեք, որ հնարավոր է Տիրոջ առաջ քայլել կատարյալ սրտով։ Եթե դուք ցանկանում եք Տեր Հիսուսին, հնարավոր է, որ արդեն իսկ անկեղծորեն ցանկանում եք կատարել Տիրոջ այս պատվիրանը։ Կատարյալ սիրտ ունենալը հավատքի կյանքի մի մասն է կազմել այն ժամանակից, երբ Աստված առաջին անգամ խոսեց Աբրահամի հետ. «Ես եմ ամենակարող Աստվածը, իմ առաջին վարվիր և կատարյալ եղիր»։ Ծննդոց 17-րդ խոսք։ Ես ուզում եմ քաջալերել ձեզ, որ կատարյալ սիրտ ունենալը հնարավոր է, հակառակ դեպքում Աստված մեզ նման մարտահրավեր չէր նետի։ Հին Կտակարանում մենք տեսնում ենք, որ ոմանք այս հարցում հաջողության են հասել։ Օրինակ Դավիթը վճռեց հնազանդվել Աստծո պատվիրանին լինել կատարյալ։ Նա ասաց. «Իմաստությունով կգնամ կատարելության ճանապարհում, իմ սրտի անմեղությունով կգնամ իմ տան մեջ»։ Սաղմոս 101-2 խոսք։ Կատարելության գաղափարը հասկանալու համար նախ պետք է հասկանանք, որ կատարելությունը չի նշանակում անմեղ անթերի գոյություն։ Տիրոջ աչքերում կատարելությունը նշանակում է բոլորովին այլ բան։ Դա նշանակում է ունենալ ամբողջականություն, հասունություն։ Կատարելություն բառի եբրայերեն իմաստը ներառում է նաև անարատություն, առանց բծի կամ արատի լիակատար հնազանդություն։ Դա նշանակում է ավարտել սկսածը, ավարտին հասցնել աշխատանքը։ Ջոն Ուեսլին կատարելության այս հասկացությունը անվանել է մշտական հնազանդություն։ Դա նշանակում է, որ կատարյալ սիրտը զգայուն սիրտ է, որը արագ և լիովին արձագանքում է Աստծո բոլոր հորդորներին, շշուկներին և նախազգուշացումներին։ Այդպիսի սիրտը միշտ ասում է. «Խոսի՛ր, Տեր, որովհետև քո ծառան լսում է, ցույց տուր ինձ ճանապարհը, և ես կհետևեմ դրան»։ Կատարյալ սիրտը Դավթի հետ կանչում է. «Փորձիր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը»։ Աստված իսկապես քննում է մեր սրտերը։ «Ես, Տերս, քննում եմ սիրտը»։ Երեմիա 17-10 խոսք։ Կատարյալ սիրտը ձգտում է միշտ լինել Աստծո ներկայության մեջ, ապրել մտերմության մեջ, զրուցել Տիրոջ հետ, քաղցր հաղորդակցություն ունենալ նրա հետ, փնտրել նրա երեսը և ճանաչել նրա ներկայությունը առօրյա կյանքում։ Մոտենանք այսօր մեր Տիրոջը և հավատքով խնդրենք, որ ունենանք նման կատարյալ սիրտ։